Մեզ ստեղծող Աստված տվել է մեզ խոսքի գործածությունը, որպեսզի միմյանց հայտնենք մեր սրտի խորհուրդները և ունենալով ընդհանուր բնություն, յուրաքանչյուրս փոխանցենք մերձավորին սրտից, որպես գանձարանից, դուրս հանելով ծածուկ խորհուրդները։ Քանզի եթե մերկ հոգով ապրեինք, ապա մտքով անմիջապես կհասկանայինք միմյանց, բայց քանի որ մտքերն արտադրում է մարմնի վարագույրով ծածկված մեր հոգին, ապա խորքում եղածները արտահայտելու համար կարիք ունի բառերի և անունների։ Հետևաբար, երբ մեր միտքը ստանում է որևէ իմաստալից ձայն, այն խոսքի մակույկով ընթանալով օդի միջով, ասողից փոխանցվում է լսողին, և եթե գտնի խորին խաղաղություն և հանդարտություն, խոսքը կհանգրվանի սովորողների լսելիքում, ինչպես հանգիստ և անխռով նավահանգստում։ Իսկ եթե խիստ փոթորկի նման խառնաշփոթ բարձրացնի լսողների մեջ, ապա խոսքը օդում ցրվելով նավաբեկության կենթարկվի։ Արդ այս խոսքի համար ևս խաղաղություն պատրաստեք լռության միջոցով, քանզի պիտանին ճանաչվում է ամեն բանից, և խոսքը հարազատաբար ընդունողներին որսալը դժվար է։ Ճշմարիտ խոսքը դյուրությամբ կարող է վրիպել նրանցից, ովքեր չեն զգուշանում։ Արարչագործ հոգու սերմանածը հակիրճ է, սակայն այդ հակիրճով շատ բան է հայտնում, որպեսզի հակիրճության միջոցով դյուրին լինի պահել հիշողության մեջ։ Քանզի խոսքի բնական կատարելությունն է անհատակ խորությամբ չթաքցնել նշանակությունը և ավելորդ կամ ունայն զուր տեղը չտարածվել։ Այդպիսին է նաև Մովսեսի գրքից այժմ մեր ընթերցածը, որն ըստ ամենայնի ջանասերներդ կհիշեք, եթե անշուշտ հակիրճության պատճառով այն չի վրիպել ձեր լսելիքից։ Այդ խոսքում կա հետևյալը. նայիր քեզ, թող քո սրտում երբեք անօրեն խորհուրդ չլինի։ Մարդիկս մտքով դյուրությամբ ենք մեղանչում, այդ պատճառով էլ մեր սրտերից յուրաքանչյուրի ստեղծողը, գիտենալով, որ մեղքերը մեծ մասամբ գործվում են չար խորհուրդների հորձանքին հավանություն տալով, նախադաս համարեց մտքի մաքրությունը։ Քանզի հատկապես ինչով որ առավել հաճախ պատրաստակամորեն մեղանչում ենք, նույնը և առավել արժանի համարեց պահպանության խնամքի։ Քանի որ ինչպես օրինակ հոգատար բժիշկները պահպանիչ միջոցներով նախապես զորացնում են մարմնի առավել տկար մասերը, այնպես էլ հոգիների բարեխնամ և ճշմարիտ բժիշկը ինչ որ տեսնում է մեր մեջ առավել միտված դեպի հանցանքները, հենց դրանք էլ ամրացնում է զորավոր պահպանությամբ։ Քանի որ մարմնավոր գործերը կարոտ են ժամանակի, պատեհության և ջանքերի, օգնականների և այլ օժանդակությունների, իսկ մտքի շարժումները կատարվում են առանց ժամանակի ու ջանքերի, կայանում են առանց առարկաների և ամեն ժամանակ պատրաստ են։ Եվ թերևս մեկը բարձրամիտներից ու պարկեշտության դեմ հպարտացողներից, որոնց ձևացյալ ողջախոհությունը միայն արտաքուստ է, շատ անգամ նստած լինելով նրանց մեջ, ովքեր իրեն երանի են տալիս առաքինությունների համար, սրտի անտեսանելի շարժմամբ մտքով ընթանում է դեպի մեղքի վայրը։ Երևակայությամբ տեսավ ցանկալին, սրտի գործարանում ամբողջապես ծածուկ տպավորեց ինչ-ինչ անվայել խոսքեր, ինքն իր մեջ հայտնապես պատկերացրեց հեշտություններ, ներքուստ մեղանչեց առանց վկայի և ամենքից ծածուկ, մինչև որ գա նա, որ հայտնում է խավարի մեջ ծածկվածները և ի հայտ է բերում սրտերի խորհուրդները։ Արդ պահիր, թող քո սրտում երբեք ծածուկ անօրենություն չլինի խոսքը, քանզի ով ցանկությամբ նայեց կնոջը, արդեն իսկ շնացավ իր սրտում։ Քանի որ մարմնի գործերը բազմաթիվ խոչընդոտներ ունեն,
իսկ ով գիտակցաբար է մեղանչում, մտքի արագությամբ է գործում մեղքը։ Հետևաբար, ուր հանցանքն ավելի դյուրությամբ է գործվում, ավելի դյուրությամբ է տրվում մեզ նաև պահպանությունը։ Սրա համար է վկայում. թող քո սրտում երբեք ծածուկ անօրենություն չլինի, սակայն դառնանք այս խոսքի սկզբին։ Ասում է. նայիր քեզ։ Կենդանի էակներից յուրաքանչյուրն իր բնության պահպանության սեփական մղիչներն ունի ամենքի կազմիչ Աստծուց։ Եվ եթե ջանաս, արդարև կգտնես, որ անասուններից շատերն ընդդիմություն ունեն վնասակարի հանդեպ, նույնիսկ առանց վարդապետության, դարձյալ ինչ որ բնազդով շտապում են օգտակար վայելքների։ Այդ պատճառով էլ մեզ խրատող Աստված մեզ այս մեծ պատվիրանը տվեց, որպեսզի այն, ինչ նրանք ունեն ի բնե, մեզ օգնականություն լինի բանականությամբ, եւ այն, ինչ անասուններն անում են անգիտակցաբար, նույնը մենք անենք հայեցողության միջոցով եւ խորհուրդների շարունակական վերահսկողությամբ, հաստատորեն պահպանելով Աստծո տված ազդումները եւ մեղքից փախչելով, ինչպես անասունները փախչում են մահաբեր կերակուրներից եւ գնալով արդարության ետևից, ինչպես նրանք են գնում ուտելի խոտեղենի ետևից։ Արդ, նայիր քեզ, որպեսզի կարողանաս վնասակարը տարբերել օգտակարից։ Բայց քանի որ նայելը երկակի իմաստ ունի, մեկը մարմնի աչքերով նկատել տեսանելիները, իսկ մյուսը իմանալի հոգու զորությամբ խորասուզվել անմարմնական հայեցողության մեջ, ուստի եթե այս պատվիրանը համարենք աչքերի ներգործության համար ասված, իսկույն կհանդիմանվենք սրանց անկարության համար, քանզի արդարև մարդն ինչպես ինքն իրեն ամբողջությամբ կընդգրկի աչքերով։ Մարդու աչքը չի կարող տեսնել սեփական անձը, ոչ գագաթին է հասնում, ոչ թիկունքին, ոչ դեմքին, ոչ որովայնի ներսը։ Սակայն ամբարշտություն է նաև ասել, թե հոգու պատվիրաններն անիրագործելի են։ Ուրեմն պատշաճ է այս պատվիրանը համարել ըստ մտքի գործակցության։ Նայիր քեզ, այսինքն ամեն կողմից նայիր քեզ, քո պահպանության համար անքուն պահիր հոգուտ աչքը։ Որոգայթների մեջ է շրջում, թշնամու թաքցրած տակառները շուրջ բոլորն են։ Ամեն ինչ զննիր, որպեսզի այծյամի պես փրկվես թակարդից և թռչունի պես որոգայթից։ Քանզի այծամն անորսալի է թակարդի համար իր սուրբ տեսողության շնորհիվ, իսկ թռչունը երբ կամենում է, թեթևասահ թևածումով բարձրանում է որսորդների դարաններից։ Արդ տես, որ անասուններից ավելի վատթար չլինես քո իսկ պահպանության հարցում, երբեք չբռնվես որոգայթներով, որով գերված կլինես բանսարկուից կատարելու նրա կամքը։ Նայիր քեզ, այսինքն ոչ թե քոնին կամ ինչ որ քո շուրջն է, այլ միայն քեզ, քանզի այլ ենք մենք, եւ այլը մերը, եւ այլ է, որ մեր շուրջն է, մենք ենք հոգին ու միտքը, որով ստեղծվեցինք ստեղծողի պատկերով, մերն է մարմինը եւ նրա զգայությունները, իսկ մեր շուրջն են ունեցվածքը, հմտությունները եւ կյանքի այլ հարմարությունները։ Արդ ինչ է նշանակում այս խոսքը. մի նայիր մարմնին եւ ամեն կերպ հետամուտ մի եղիր նրա բարիքներին, առողջությանը, գեղեցկությանը եւ երկարակեցությանը, եւ մի հիացիր ունեցվածքով, փառքով, զորությամբ կամ որևէ այլ բանով, որ ունես եւ համարում ես այս անցավոր կյանքի մեծություն, եւ սրանց համար հոգալով անհոգության չմատնես քո բուն կյանքը։ Բայց նայիր քեզ, այսինքն քո հոգուն, զարդարիր եւ խնամիր այն,
որպեսզի ներհայեցողության միջոցով կտրվի, հեռացվի չարությունից եղող այս անմաքրությունը և հորությունից եղող ամեն զազրություն ամբողջովին մաքրվի, որպեսզի ամենայն առաքինի գեղեցկությամբ զարդարես այն և պայծառացնես։ Քննիր ինքդ քեզ, ով ես դու, ճանաչիր քո բնությունը, որ մարմինդ մահկանացու է, իսկ հոգիդ անմահ։ Եվ քանի որ մեր կյանքը երկակի է, մեկը մարմնին բնորոշը վաղանցուկ է, իսկ մյուսը հոգուն ազգագիծը սահման չի ճանաչում։ Արդ, նայիր քեզ, մի սևեռվիր մահկանացուի վրա իբրև հավիտենականի և մի արհամարհիր հավիտենականը իբրև անցավոր։ Անտեսիր մարմինդ, քանզի անցավոր է, խնամիր հոգիդ, որ անմահ է։ Ամենայն ճշմարտությամբ հսկիր քեզ, որպեսզի գիտենաս երկուսին էլ բաշխել պատշաճը, մարմնին կերակուրն ու զգեստը, իսկ հոգուն Աստված պաշտության կանոնները, ճգնությունները, սուրբ առաքինությունները, դարձը մեղքերից դեպի ուղղություն, որպեսզի ոչ գիրացնես մարմինդ, ոչ էլ չափից ավելի նեղություն տաս մարմնիդ։ Քանզի մարմինը ցանկանում է հոգուն հակառակը, իսկ հոգին մարմնին, սրանք իրար հակառակ են։ Ուստի տես, որ մարմնին զիջելով շատ զորություն չտրամադրես առավել նվաստին։ Քանզի ինչպես կշեռքի նժարների պարագայում, եթե մի նժարը ծանրացնես, ապա անշուշտ հանդիպակաց նժարը կթեթևացնես, նույնպես և մարմնի և հոգու դեպքում, մեկի առավելությունն անհրաժեշտաբար առաջ է բերում մյուսի նվազությունը, քանի որ բարեկեցիկ ու պարարտությամբ ծանրացած մարմնի դեպքում միտքը իհարկե լինում է տկար և անզոր իրեն բնորոշ գործունեության մեջ, իսկ եթե հոգին քաջարող չէ և բարի վարժանքի միջոցով բարձրացել հասել է իրեն բնորոշ մեծությանը, ապա բնականաբար մարմնի ունակությունները կթառամեն։ Այս պատվիրանը պիտանի է և տկարներին և զորավորներին, քանզի հիվանդությունների ժամանակ էլ բժիշկների հիվանդներին հորդորում են ուշադիր լինել իրենք իրենց նկատմամբ և չանտեսել ոչինչ, որ ծառայում է բժշկվելուն։ Այսպես և խոսքը մեր հոգիների բժիշկը այս փոքր օգնությամբ բժշկում է մեղքերից չարչարվող հոգիները։ Ուրեմն նայիր քեզ, որպեսզի հանցանքներիդ համապատասխան օգնություն ստանաս բժշկությունից։ Մեղքերդ մեծ են և ծանր, կարիք կա շատ անգամ խոստովանության և դառն արտասուքի, փութաջան արթնության և անդադար պահքի, թեթև ու ներելի է հանցանքը, թող դրան հավասարվի նաև ապաշխարությունը։ Միայն նայիր քեզ, որպեսզի գիտակցես հոգուդ առողջությունն ու հիվանդությունը, քանզի շատերը հիվանդացած լինելով մեծամեծ ու անբժշկելի ծանր ախտերով չգիտեն անգամ, որ հիվանդ են։ Արդ մեծ է այս պատվիրանի օգուտը նաև գործով զորավորների համար, քանի որ նույնը և բժշկում է հիվանդացածներին և կատարյալ է դարձնում առողջներին։ Քանզի մեզանից խոսքին աշակերտածներիցս յուրաքանչյուրը մեկ գործի սպասավոր է, ինչպես մեզ կարգել է ավետարանը, քանզի այս մեծ տանը եկեղեցում կան ոչ միայն թանկարժեք անոթներ ոսկյա և արծաթյա, այլև փայտյա և խեցե, ինչպես նաև տեսակ գործեր։ Այս տունը, որը կենդանի Աստուծո եկեղեցին է, ունի որսորդներ, ճանապարհորդներ, ճարտարապետներ, շինարարներ, երկրագործներ, հովիվներ, ճգնավորներ, զինվորներ։ Սրանց բոլորին պատշաճում է այս հակիրճ խոսքը, յուրաքանչյուրին դարձնելով գործերով ճշգրիտ և ջանքերով հոժարակամ։ Որսորդ ես Տիրոջից առաքված, որ ասաց. «Ես առաքում եմ բազմաթիվ որսորդներ և կորսան նրանց ամեն մի լեռան վրա»։ Ուրեմն փութաջանորեն հսկիր
որպեսզի որսը ոչ մի տեղ չփախչի քեզանից, որպեսզի ճշմարտության խոսքով բռնելով չարիքից որսացվածներին բերես կենդանի Աստծո մոտ։ Ճանապարհորդ ես, ուրեմն նմանվիր աղոթողին, ուղղիր իմ ընթացքը, նայիր քեզ, որպեսզի չշեղվես ճանապարհից, չխոտորվես աջ կամ ձախ, այլ գնաս արքունի ճանապարհով։ Ճարտարապետը թող զգուշությամբ դնի հավատքի հիմքը, որ է Հիսուս Քրիստոս։ Շինարարը թող նայի, թե ինչպես է շինում, ոչ փայտ, ոչ խոտ, ոչ եղեգն, այլ ոսկի եւ արծաթ, պատվական քարեր։ Հովիվ, հսկիր, որ չանտեսես ոչինչ, որ վերաբերում է հովվական գործին, որոնք են դրանք։ Ետ դարձրու մոլորյալին, դարմանիր խորտակվածին, բժշկիր հիվանդացածին։ Երկրագործ, փխրեցրու անպտող թզենու բունը եւ վրան դիր այն, ինչ նպաստում է պտղաբերությանը։ Զինվոր, չարչարակից եղիր ավետարանին, պատերազմիր բարի պատերազմը, ընդդեմ չար ոգու, ընդդեմ մարմնի ախտերի։ Վերցրու հոգու ամբողջ սպառազինությունը, մի շաղախվիր աշխարհիկ հոգսերով, որպեսզի հաճելի լինես զորավարին։ Ճգնավոր, նայիր քեզ, որպեսզի երբեք զանց չառնես ճգնավորական օրենքները, քանզի ոչ ոք պսակ չի ստանում, եթե ըստ օրենքի չպայքարի։ Նմանվիր Պողոսին, որ ընթանում էր նավարկում ու պայքարում։ Դու էլ, որպես բարի ճգնավոր, ունեցիր անզբաղ հայեցողություն, ձեռքերով ծածկիր խոցելի տեղերը, ուշի ուշով հետևելով հակառակորդին։ Ընթացիր առաջ նայելով, այնպես ընթացիր, որ հասնես, մարտնչիր աներևույթ թշնամիների դեմ։ Այս խոսքը կամենում է, որ կյանքի բոլոր իրադարձություններում չընկճվես, չտրվես քնին, այլ զվարթությամբ ու արթնաբար տոկաս։ Օրս չի բավականացնի, որ պատմեմ Քրիստոսի ավետարանի սպասավորների գործերը եւ այս պատվիրանի զորությունը, թե որքան պատշաճ է այն ամենքին։ Նայիր քեզ, եղիր սթափ, խոհեմ, պահիր ներկան, հոգա ապագայի համար։ Անհոգությամբ բաց մի թող եղածը, վայելք համարելով այն, ինչ թվում է արդեն ձեռքումդ է, սակայն չկա եւ չի լինելու։ Այս ախտը միթե բնորոշ չէ պատանիներին, որոնք թեթևամտորեն կարծում են, թե հուսացածն արդեն իրենց ձեռքում է։ Քանզի երբ խաղաղություն են վայելում կամ գիշերային հանգիստ, իրենց համար ստեղծում են երևակայական պատկերացումներ, դյուրաշարժ մտքով դեկերելով ամենուրեք, պատկերացնելով փառք, փայլուն ամուսնություն, բազմաթիվ զավակներ, խործերություն, պատիվներ ամենքից։ Եվ ապա չկարողանալով որևէ տեղ հաստատել իրենց հույսը, փքանում են նրանով, ինչ մարդիկ մեծ են համարում։ Տիրանում են գեղեցիկ ու մեծամեծ տների, լցնելով դրանք մեծարժեք գանձերով, յուրացնում են այնքան հողեր, որքան նրանց խորհուրդների ունայնությունն իրենց կհեռացնի Աստծո արարչությունից։ Դարձյալ, դրանցից ստացված բերքը փակում են ունայնության շտեմարաններում, դրան հավելում են անասուններ, բազմաթիվ ծառաներ, քաղաքական իշխանության օղակներ, ազգերի վրա իշխանություն, զորավարություն, պատերազմներ, հաղթանակներ, թագավորական իշխանություն։ Խորհուրդներով կառուցում են այս ամենը, ընթանալով հույժ անմտությամբ եւ համարելով, թե վայելում են իրենց հուսացածները, ասես արդեն կան եւ իրենց ոտքերի առջև են ընկած։ Այս ախտը հատուկ է դատարկ եւ ծույլ հոգուն, երաս տեսնելով արթուն մարմնով։ Արդ խոսքը, ճնշելով մտքի այսպիսի թուլությունն ու խորհուրդների փքացումը, ասես սանձով զսպելով խորհուրդների անհաստատությունը, տալիս է այս մեծ եւ իմաստուն պատվիրանը, ասելով. նայիր քեզ,
ոչ թե ենթադրելով գոյություն չունեցողները, այլ օգտագործելով առկա իրերը։ Կարծում եմ, որ օրենսդիրն այս խրատը տալիս է վերացնելու համար սովորություն դարձած այն ախտը, ըստ որի մեզանից յուրաքանչյուրի համար դյուրին է քննել ուրիշի անձը, քան զննել սեփականը, որպեսզի չախտանանք դրանով ասում է. դադարիր քննել ուրիշի հանցանքները, տեղ մի տուր ուրիշների տկարությունները քննելու խորհուրդներին, այլ քեզ նայիր, այսինքն հոգուդ աչքն ուղղիր սեփական անձիդ քննությանը։ Քանզի շատերը, ինչպես Տերն է ասում, նկատում են իրենց եղբոր աչքի շյուղը, բայց իրենց աչքի գերանը չեն տեսնում։ Արդ մի դադարիր քեզ քննելուց, թե արդյոք կյանքդ ընթանում է ըստ պատվիրանի, և արտաքնապես մի փորձիր որևէ մեկի վրա որևէ թերություն գտնել, այն բարձրամիտ ու հպարտացած փարիսեցու պես, որն արդարացնում է իրեն և նսեմացնում մաքսավորին։ Այլ մի դադարիր դատել քեզ, արդյոք չմեղանչեցիր խորհուրդներով, կամ արդյոք լեզուդ չգայթակղվեց մտքիցդ առաջ անցնելով, կամ արդյոք ձեռքովդ որևէ անխոհեմ գործ չկատարվեց։ Եվ եթե քո կյանքում բազմաթիվ մեղքեր գտնես, անշուշտ կգտնես, քանզի մարդ ես, մաքսավորի պես ասա. Աստված, ներիր ինձ մեղավորիս։ Արդ նայիր քեզ, և եթե փորձվես խռովքներից, այս խոսքը ժամանակին կներազդի սրտիդ, որպեսզի մոլորությամբ առավել հպարտանալով չհասնես ամբարտավանության և անգիտությամբ չընկնես հետին տրտմության մեջ։ Փքվում ես հարստությամբ և մեծամտանում նախնիներով, հիանում ես հայրենի երկրովդ, մարմնի գեղեցկությամբ և ամենքի կողմից պատվվելով, նայիր քեզ, որ մահկանացու ես, քանզի հող ես և հողին պիտի վերադառնաս։ Շուրջդ նայիր նրանց, ովքեր քեզանից առաջ փորձվել են իրենց բարձրամտությամբ, ուր են նրանք, որ զգեստավորված էին քաղաքական զորությամբ, ուր են անպարտելի հռետորները, ուր են նրանք, որ տոնախմբություններ սահմանեցին, երևելի ձիաբույծները, զորավարները, իշխանները, բռնակալները, միթե ամենքը փոշի չեն, միթե ամենքը հուշ չեն դարձել, միթե մի քանի ոսկոր չի մնացել նրանց կյանքից հիշատակ։ Նայիր գերեզմաններին, կարող ես արդյոք տարբերել որն է ծառան և որը տերը, որն է աղքատը և որը հարուստը։ Եթե կարող ես, զանազանիր կալանավորին թագավորից, վայելչատեսին տգեղից, զորավորին տկարից, արդ հիշելով բնությունդ, երբեք չես ամբարշտանա և կհիշես քեզ, եթե նայես քեզ։ Դարձյալ նվաստ ծագումով ես և անփառ, աղքատների աղքատը, անտուն, պանդուխտ, տկար, օրվա հացի կարոտ, դողում ես հզորներից, ամենքից վախենում ես քո նվաստագույն ապրուստի պատճառով, քանզի ասված է. աղքատը չի դիմանում սպառնալիքներին։ Արդ մի վհատվիր քեզ համար և քեզ մոտ թող չլինի մերձավորներին նախանձելու որևէ պատճառ, մի կտրիր ամենաբարի հույսդ, այլ քո հոգին վեր բարձրացրու դեպի Աստծուց քեզ տրված բարիքները և դեպի խոստումով ապագայում պահվածները։ Նախ և առաջ, քանի որ մարդ ես, աստվածաստեղծ կենդանի էակներից մեկը, արդյոք սա բավական չէ ողջամիտ խոհականությամբ վերնագույն բարեմտության համար, Աստծո իր իսկ ամեն ինչ գոյացնող ձեռքերով ստեղծված լինելը, նաև, որ լինելով ըստ քո ստեղծիչի կերպարանքի, կարող ես բարի առաքինությամբ ընթանալով հասնել նմանվել հրեշտակներին։ Ստացար իմանալի հոգի, որով ճանաչում ես Աստծուն, մաքուր խոհականությամբ ստացար էավոր բնություն, քաղում ես իմաստության ախորժելի պտուղը։
Բոլոր ցամաքային կենդանիները, ընտանիներն ու վայրենիները, բոլոր ջրային ուտելի կենդանիները եւ նրանք, որ թռչում են օդում, քո ձեռքի տակ քո ծառաներն են։ Դու չգտար արվեստները եւ հաստատեցիր քաղաքները, հնարեցիր փափկության համար հարկավոր բաները։ Բանականության միջոցով չէ, որ կարողանում ես գնալ ծովով։ Ցամաքն ու ծովը չեն սպասավորում քո կյանքին։ Օդն ու երկինքը աստղաբույլերով հանդերձ ցույց են տալիս քեզ իրենց կարգավորությունը։ Արդ, ինչու ես նեղ սրտում, որ արծաթած սանձի չունես, սակայն ունես արեգակ, որ արագագույն ընթացքով ամբողջ օրը ճառագայթում է քեզ համար որպես ջահ։ Չունես արծաթե կամ ոսկե լապտեր, սակայն ունես լուսին, որ իր լույսով բյուրապատիկ ավելի է լուսավորում քեզ։ Երբեք չես նստել ոսկեպատ կառք, սակայն ունես ոտքեր քո սեփական ու բնական կառքը։ Արդ, ինչու ես երանի տալիս նրանց, ովքեր ծանրացրել են քսակները եւ կարոտ են ուրիշի ոտքերի։ Չես քնում փղոսկրյա մահճակալին, սակայն ունես երկիրը ավելի պատվական, քան բազմաթիվ փղոսկրե մահճակալները։ Նրա վրա հանգիստը քաղցր է, քունը արագ ու հոգսերից զերծ։ Չես բնակվում ոսկե ճաճանչ ձեղունի տակ, սակայն ունես երկինքն ու անճարելի գեղեցկությամբ փայլող աստղերը։ Եվ սրանք դեռ մարդկայիններն են, բայց կան առավել կարևորները։ Աստծո մարդեղությունը քեզ համար, Սուրբ Հոգու բաշխումը, մահվան լուծարումը, հարության հույսը, Աստծո պատվիրանները, որոնք կատարելագործում են քո կյանքը, պատվիրանների միջոցով ընթացքն առ Աստված, երկնքի չքնաղ արքայությունը, առաքինության գործերի համար պատրաստված արդարության անանց պսակները։ Եթե նայես քեզ, սրանք եւ դեռ սրանից ավելին կգտնես քեզ մոտ եւ կվայելես ներկան, ուստի չես նեղ սրտի կատարյալ աղքատության համար։ Այս պատվիրանը ամենուրեք քո առջև լինելով մեծ օգնություն կցուցաբերի։ Օրինակ, բարկությունը տիրեց քո խորհուրդներին եւ ցասում է քեզ մղեց անվայել խոսքերի եւ դաժան ու գազանային գործերի։ Եթե նայես քեզ, կզսպես զայրույթդ, ինչպես անհնազանդ ու դժվարասանձ մի ձի մոտենալով տանջանքի սպառնալիքով, ինչպես մտրակով։ Կսանձես նաեւ լեզուդ եւ ձեռք չես բարձրացնի զայրացնողի վրա։ Դարձյալ չար ցանկությունները ցավեցրին հոգիդ, տանելով դեպի անզուսպ ու անժուշկալ հորձանքները։ Եթե նայես քեզ եւ հիշես, որ ներկայիս հեշտությունները դառը վախճան են ունենալու, եւ որ այժմ մեր մարմիններում եղած ցանկության խայթոցները ծնելու են գեհենում մեզ տանջող ամերթ ունաբեր որդեր, եւ մարմնի բորբոքումը դառնալու է մայրը հավիտենական հրի, ցանկություններն իսկույն կփախչեն կանհետանան, եւ ներսում հոգուտ մեջ մի սքանչելի խաղաղություն ու հանդարտություն կլինի, ինչպես տիրուհու ներկայությամբ դադարում է անկարգ աղախինների աղմուկը։ Ուստի նայիր քեզ եւ ճանաչիր, որ առաջինը բանական եւ իմանալի հոգին է, իսկ վերջինները անբան կրքերը, եւ որ առաջինին բնությամբ հատուկ է իշխելը, իսկ վերջիններին լսելն ու հնազանդվելը բանականությանը։ Արդ, երբեք թույլ մի տուր, որ միտքդ ստրկանա ծառադառնալով կրքերին, եւ դարձյալ թույլ մի տուր կրքերին դեմ կանգնել բանականությանը եւ իրենց վերագրել հոգու իշխանությունը։ Ըստ ամենայնի եւ ստուգությամբ ճանաչիր ինքդ քեզ եւ բավական օգնություն կստանաս Աստված ճանաչողության համար։ Քանզի եթե նայես քեզ, կարիք չես ունենա ամբողջ արարչությունից ճանաչելու արարչին, այլ հենց քեզանից, որ փոքր մի աշխարհ ես, կտեսնես քո ստեղծչի մեծ իմաստությունը։ Քո մեջ եղած անմարմին հոգուց կճանաչես անմարմին Աստծուն,
որ սահմանափակված չէ տեղով, ինչպես եւ քո միտքը, որ առավելապես ունի տեղով չպարագրված ընթացք, բայց մարմնին միացած լինելով պարունակվում է տեղում։ Հավատա, որ Աստված անտեսանելի է, ճանաչելով քո հոգին, քանի որ այն նույնպես անըմբռնելի է մարմնավոր աչքերի համար, ոչ գույն ունի, ոչ մարմնավոր տեսք, այլ ճանաչվում է միայն ներգործությունների միջոցով։ Ուստի մի փնտրիր աչքերով տեսնել Աստծուն, այլ նկատի առնելով իմանալի հավատը, ընդունիր նրա մասին գիտությունը։ Սքանչացիր ճարտարապետով, որ հոգուց զորությունը կապեց մարմնիդ, թե ինչպես, մինչև նրա ծայրերը հասնելով, բազմաթիվ առանձին անդամներդ բերեց մեկ միաբանության և փոխհամաձայնության։ Տես, թե հոգիդ ինչ զորություն է տվել մարմնիդ և ինչ վշտակցություն է բարձրանում մարմնիցդ հոգուտ։ Ինչպես է մարմինդ կենդանություն ստանում հոգուցդ, իսկ հոգին զգում է մարմնիդ ցավերը և ինչպիսի շտեմարաններ ունի այն գիտելիքների համար։ Ինչպես է, որ նախապես ստացած գիտելիքները չեն աղոտանում նոր ավելացողներից, այլ անխառնակ ու հստակ հիշողություններ են, որ ինչպես պղնձե մի տախտակի վրա դրոշմվելով պահվում են իշխանական հոգում։ Ինչպես է, որ հոգին կորցնում է իրեն բնորոշ գեղեցկությունը և ապա թոթափելով չարության ընդդիմամարտությունը, առաքինության միջոցով դարձյալ ընթանում է դեպի արարչի նմանությունը։ Հոգուց զննումից բացի, եթե կամենում ես, նայիր նաև մարմնիդ կազմությանը և սքանչացիր, թե բանական հոգուտ ինչպիսի վայելուչ բնակարան է հարմարեցրել ամենարվեստն Աստված։ Կենդանի էակներից միայն քեզ ստեղծեց ուղղաձիգ դիրքով, որպեսզի հենց դրանից հասկանաս, որ քո կյանքը ծագումնակից է վերնագույններին, քանզի բոլոր չորքոտանիների հայացքը գետնին է հարած, և նրանք հակված են դեպի մարմնավորը, իսկ մարդու հայացքն ուղղված է վեր դեպի երկինք, որպեսզի հետամուտ չլինի մարմնի ախտերին, այլ ամբողջապես նպատակաուղղված լինի դեպի երկնային ընթացքը։ Նաև գլուխը տեղադրված է մարմնի ամենաբարձր մասում, և նրա վրա են զետեղված առավել պատվական զգայարանները։ Այնտեղ են տեսանելիքն ու լսելիքը, ճաշակելիքն ու հոտոտելիքը, ամենքն իրար մոտ զետեղված։ Այսպես հավաքված լինելով փոքր տեղում, ոչ մեկը չի խափանվում դրացու ներգործությունից։ Աչքերը գրավել են ամենաբարձր դիտակետը, որպեսզի մարմնի մասերից ոչ մեկը նրանց վրա չդրվի։ Դարձյալ լսելիքը բացված է ոչ ուղղակի, այլ ձայնն ընդունում է օդի ոլորաձև ընթացքով։ Սա ևս գերագույն իմաստություն է, որ ձայնն անարգել չանցնի, ավելի ստույգ ոլորաններում բեկբեկվելով հնչի և արտաքին ոչ մի ազդեցություն չի կարող արգելք դառնալ զգալուն։ Ուսումնասիրիր լեզվիդ բնությունը, որքան փափուկ է, ճկուն և շարժումների բազմազանությամբ բավարարում է խոսքի բոլոր կարիքները։ Ատամները միաժամանակ և ձայնի գործիք են, լեզվի դեմ զորավոր պատնեշ լինելով, և կերակրի սպասավորներ, մի մասը կտրում է, մյուսները մանրում։ Այսպես ընթանալով ամենայն իրավացի խորհրդածություններով և ուսումնասիրելով օդի ներքաշումը թոքերով, ջերմության պահպանումը սրտում, մարսողության անդամները, արյունատար անոթները, այդ ամենից քեզ վրա կտեսնես Արարչի անքննելի իմաստությունը։ Այնպես որ դու ևս մարգարեի հետ կասես. «Քեզ ճանաչելը սքանչելի է ինձ համար»։ Արդ, նայիր քեզ, որպեսզի տեսնես Աստծուն, ում փառք հավիտյանս ամեն։